Հավատում եք, որ ընդդիմությունը հեղաշրջում էր պատրաստում։ Ոչ։ Ոչ։ Իսկ պլանը տեսել եք, ձեզ համար դա արժանանալու։ Ինձ բացարձակ հետաքրքիր չի, իրանք թիմով պայմանավորված խաղ են խաղում։ Երևի ցանկություն ուներ, բայց չգիտեմ, զարգացումը չեմ կարող։ Տեսել եք պլանը, որը իբրև թե այդ հեղաշրջման պլանն էր, որը հրապարակել է։ Ոչ։ Ոչ նրան եմ հավատում, ոչ նրան։ Դե ասում եմ, բայց չեմ հավատում, որտեղ ժողովուրդը այդ կարծիքին չի։ Հա։ Տեսել եք հրապարակած պլանը իբրև թե հեղաշրջման։ Հա։ Վստահություն ներշնչում է ձեր կարծիքով այդ պլանը։ Բան է, այդ պլանը չէ, իհարկե չէ։ Աբսուրդ բաներ է։ Հայ ժողովուրդը այդքան էլ հիմար չի։ Անընդհատ նույն հիմարությունը կրկին։ Հավատում եմ, ոչ, իհարկե ոչ։ Ձևական բան է դա, խաղ էր, քաղաքական։ Տեսել եք պլանը իբրև թե հեղաշրջման։ Չէ, այդքան չեմ հետաքրքրում Ազիջան քաղաքականությունով, նենց թռուցիկ։ Չեմ կարող ասեմ քուրով։ Չէ, դες բան չկա։ Ինչ-որ պլան են հրապարակել իշխանական։ Խափում են, սուտ են ասում իշխանականները։ Փչան մարդիկ են, 7 տարի խափում են ժողովրդին։ Նույն ինչ են ասում, մոտիվացիա, ֆուֆլիշնիկ են իրանք, ոչ։ Ինչու՞։ Չէ, իհարկե։ Նպատակն է կարևոր, բայց հեղաշրջումը լավ բան չի, մեր համար լավ բան չի։ Բայց հավատում եք արդյոք, տեսել եք պլանը, որը հրապարակել են իշխանականները։ Ես առասակ ոչ բան չեմ նայում, բայց հեղաշրջումը լավ չի։ Ընդդիմությունից ամեն ինչ սպասում եմ։ Ախ, չգիտեմ, ես չեմ կարող Քուրջան ասեմ։ Բայց խաղաղություն մեր երկրին ժողովրդին, լավն ու բարին ցանկանանք մաղթենք մեկս մյուսին, բարին ու լավը Քուրջան։ Կամ մենք միասին կհաղթենք, կամ էլ մեզ հատատ կախեն։ Խելացի մարդու խոսքեր եմ լսել, ուզում եմ փոխանցեմ։ Մենք քրիստոնյա ենք։ Սազական չի շատ բաներ կան մեր ազգի համար։ Մենք հարազատ ենք ժողովուրդ։ Պետք է սրտով դառնանք դեպի Աստված եւ վարվենք իր կամքով, որպեսզի լավ լինի, ես հավատում եմ։ Ես բոլորին էլ բարիք եմ մաղթում։ Անկախ նրանից, ով ուզում են ելնեն։ Եթե հենվում ենք Նիկոլ Փաշինյանի երեկվա հրապարակած իշխանական լրատվական էլ չէ, էլի լոբինգ արվող նյութին, իհարկե ոչ։ Դա ավելի շատ հենց ընդդիմադիրների մոտ է ծաղրանքի առաջ առարկա դարձել, ու ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի համար այսօր Հայաստանի բնակչության 70%-ը հեղաշրջում անող են, տերորիստ են։ Պարզապես ես իրավիճակը ցույց է տալիս, որ այդ մարդը մենակ է եւ վախեցած եւ անգամ Թուրքիայից աջակցություն չի ստացել։ Ինչ խնդիր է սրանը փորձում լուծել։ Պարզ է, որ փորձում է իշխանության իր խնդիրը լուծել, բայց հասկանում է, որ անգամ այս իրադարձությունը ցույց է տալիս, որ ենթականեր իրեն չեն ենթարկվելու եւ դա ինքը շատ լավ զգում է։ Եվ մնացել է մենակ եւ վախեցած, դա ամենասարսափելին է, որ դու քո քաղաքականությունը այնքան ես պրավալ տվել, որ դու եկել ես այսօրվան ու այդ մարդու աչքերին էլ եմ ասում, Հայաստանի բնակչության 70%-ը պոտենցիալ տերորիստ է, պոտենցիալ հեղաշրջում անող է։ Կամ լավ, հեղաշրջում։ Սա մազությամբ քաղաքացիները խմբերը իրավունք ունեն դա անեն, եթե իշխանությունները չի արտահայտում իրենց կարծիքը պետության շահը։ Ինչ դրա մեջ ինչ կա, որ ով ասես քպական էստեղ ելնում է, այդ ստահակները խոսում են չեմամ ինչի մասին։ Նախորդին Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում տեղադրել էր Civic-AM կայքի ընդդիմության հեղաշրջման պլանը վերնագրով հրապարակումը եւ գրել. Այս process-ը պատմության մեջ կմնա որպես ստահակների ձախողված հեղաշրջում։ Հրապարակման մեջ նշված է, որ հեղաշրջման պլանը հասանելի է դարձել ընդդիմության վստահելի աղբյուրներից։ Այն ըստ էության գործողությունների փուլային ծրագիր է, որտեղ մանրամասն շարադրված են թիրախային քայլերը, գործիքները, դերակատարները։ Հեղաշրջման պլանում ներգրավված են գրեթե բոլոր սեգմենտները, եկեղեցուց մինչև հայտնի տիկտոկերներ։ Օրագիր Նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, հավատում եք, որ ընդդիմությունը հեղաշրջում էր պատրաստում, թե ոչ։